Ողջույն սիրելի հետևորդներ, այսօրվա տեսանյութով հարգելի հետևորդներ, ես ձեզ հետ զրույց եմ անցկացնելու, կամ ավելի ճիշտ կլինի ասել, ձեր գրած հարցերի պատասխանն եմ ուզում տալ եթերի միջոցով և մեկնաբանությունների պատասխաններ։ Սիրելի հետևորդներ, ուրեմն ես կարդացել եմ բոլորիդ մեկնաբանությունները կապված դեղորայքային տեղեկատու հաղորդաշարի հետ, որտեղ դուք նշել էիք ինչ դեղամիջոցների մասին էլ կարելի է խոսել։ Ուրեմն տեսեք հարգելի հետևորդներ, քանի որ ես սկսել եմ ցավազրկողներից, հակաբորբոքայիններից, խոսում եմ նաև կոկորդի պաստեղների մասին, տարբեր տեսանյութեր եմ նկարահանում կապված հակագրիպային թեյերի հետ։ Եթե նկատել եք գլխի եք ընկել, առաջնորդվում եմ սեզոնի հետ, որովհետև Հայաստանում ներկապային վիրուս է տարածված, սուր շնչառական վիրուս, որը սկսվում է ջերմությամբ, կոկորդի ցավով, մարմնի թուլությամբ, գրիպով եւ այլն, մեծ թե փոքր կապ չունի, բոլորը հիվանդանում են, բացառությամբ այն անձանց, ովքեր ունեն կայուն իմունիտետ։ Չբացառեմ նաև ինձ սիրելի հետևորդներ, այդքան հիվանդների հետ շփվում եմ, բայց ոչ մի վիրուս չեմ տանում, գրիպ ընդհանրապես ես գրիպով չեմ հիվանդանում, արդեն 5 տարուց ավել է, որովհետև իմ իմունային համակարգը գտնվում է գերազանց վիճակում։ Խորհուրդ կտամ նաև ձեզ, որպեսզի հետևեք ձեր իմունային համակարգի կայունությանը։ Հարգելի հետևորդներ, ուրեմն դեղորայքային տեղեկատու հաղորդաշարը շարունակելու է իր գործունեությունը, բոլոր դեղերի մասին, չեմ կարող ասել բառից բուն իմաստով բոլորը, բայց հիմնական կիրառվող դեղերի մասին ես խոսելու եմ, տեսանյութերը նկարահանելու եմ, ինչն է պետք ասել եթերով, ինչը պետք չի ասել, ես ինքս շատ լավ տիրապետում եմ այդ ամեն ինչին, եթե բաներ կա, որ դեղի ներդիր թերթիկում գրված է, բայց ես չեմ բարձրաձայնում, ուրեմն դրա կարիքը չկա։ Մի անգամ մի հետևորդ ինձ գրել էր, որ այնպիսի բաներ եք մեկնաբանում ասում եթերով, որ գրված է դեղի ներդիր թերթիկում, բայց այդ տվյալ անձնավորությունը մոռացել էր մի շատ կարևոր հանգամանք, որ երբ որ սպառողը կարդում է դեղի ներդիր թերթիկը, հասկանում է այդ դեղի ներդիր թերթիկի ընդամենը 10%-ը։ 90%-ը հասկանալու համար մասնագետ է պետք, որ այդ ամեն ինչը հայեցի լեզվով, հայերեն լեզվով, մարդկանց հասանելի լեզվով առանց բժշկական տերմինոլոգիայի մեկնաբանի եւ կարողանա ճիշտ մատուցել։ Մի ուրիշ բան է վերցնել ու կարդալ դեղի ներդիր թերթիկը կամ անգիր անել, մի ուրիշ բան է այդ ամենը մասնագիտական ձևով ճիշտ մատուցել, սրանք շատ տարբեր բաներ են։ Ես դեղի ներդիր թերթիկից չեմ խոսում ֆարմակոդինամիկայի եւ ֆարմակոկինետիկայի մասին դեղերի, որովհետեւ դրա անհրաժեշտությունը չկա, հարգելի հետևորդներ։ Դրա անհրաժեշտությունը կլիներ, երբ որ իմ ալիքը դիտեին միայն բժիշկները եւ բժշկական կրթություն ունեցողները, բայց քանի որ ալիքը բոլորի համար է, իսկ իմ ալիքի հետևորդները ես չեմ կարծում, որ 100%-ը լինեն բժիշկներ, բնականաբար այլ մասնագետներ կան մարդիկ, որ ընդհանրապես որևիցե կրթություն չունեն բարձրագույն, այդ մարդիկ ուղղակի դպրոց են ավարտել, շարունակում են իրենց կյանքը, դա էլ է նորմալ, ու չեն առաջնորդվում որևէ բժշկական տերմինոլոգիայով։ Ես ինչի սրան անդրադարձա, որովհետև սա շատ կարևոր է։ Այդ է պատճառը, որ ես չեմ անդրադառնում դեղերի դինամիկային, կինետիկային, հավատացեք, սա ձեզ պետք չէ, սա մասնագետին է պետք։ Հիմա պատկերացրեք ինչքանով ճիշտ կլիներ, եթե ես դեղորայքային տեղեկատու հաղորդաշարը սկսեի նկարահանել ու խոսել ամբողջ հաղորդումների ընթացքում բժշկական տերմիններով։ Ես համոզված եմ, որ չէինք ունենա 23,000 հետևորդ եւ չէինք ունենա այս մասշտաբի դիտումներ, որովհետեւ սովորական քաղաքացին հաստատ չի հասկանալու տերմինների եւ չգիտեմ, այնտեղ օրինակի համար ինչ որ դեղերի սինթեզի մասին, քիմիական բանաձևեր եւ այլն։ Այդ ամեն ինչը ես ինքս որպես դեղագետ, որպես ֆարմացևտ շատ լավ գիտեմ, բայց դա ինձ համար է, դա սպառողի համար չի։ Այսօր մեր հասարակությունը այնպես է, որ մարդիկ ամեն ինչի կարճն են սիրում ու արագը։ Հիմա եթե ես նստեմ սկսեմ տեսանյութերը շատ երկար ու մանրամասն նկարել, խոսելով դեղերի ազդման մեխանիզմ, կինետիկա, դինամիկա, դեղ փոխազդեցություն եւ այլն, այս ինչի են ինչի հետ համադրել կամ չի կարելի է եւ այլն, այսպես շարունակ մի խառնաշփոթ է ստեղծվելու, մարդիկ ընդհանրապես կեսից անջատ են տեսանյութեր ու ոչ մի բան չդիտեն։ Հավատացեք, դա ոչ ինձ է պետք, ոչ ձեզ է պետք։ Այնպես որ սիրելի հետևորդներ, այն ամեն ինչի մասին, ինչ որ ես հաղորդաշարի ընթացքում լուսաբանում եմ,
այդքանը բավարար է ինֆորմացիա ստանալու համար։ Եթե ես ինչ-որ միտեղ չեմ խորանում, ճակերտները չեմ բացում, ուրեմն դրա անհրաժեշտությունը չկա, հարգելի հետևորդներ։ Սա ուրեմն այդ մեկնաբանության պատասխանը։ Հիմա անցնեմ էսթետ բժշկության կոսմետոլոգիայի մասին հաղորդաշարին, ուրեմն սիրելի հետևորդներ, գիտեք, որ ես շատ բազմաժանր ալիք եմ վարում, մենակ չեմ խոսում մի ոնց որ այսպես ասած ոլորտի մեջ մի ճյուղից չեմ խոսում, տարբեր բաների մասին եմ տեսանյութեր նկարահանում, ինչպես գիտեք, նաև էսթետ բժիշկ եմ բացի դեղագետ լինելուց եւ բլոգեր։ Ուրեմն ասեմ, որ էսթետիկ բժշկության հաղորդաշարերը, եթե համեմատական կարգով համեմատում եմ դեղորայքային տեղեկատուի հետ, տարբերությունը ահռելի մեծ է։ Էսթետիկ բժշկության դիտումները ավելի քիչ են, քան դեղորայքային տեղեկատում, սա խոսում է այն մասին, որ մարդիկ իրենց արտաքին տեսքով չեն զբաղվում, չեն խնամվում, այ կանանց մասին է հիմնականում խոսքը։ Ընդհանրապես չեն խնամվում, մաշկի խնամքի փուլերի մասին ես տեսանյութ եմ նկարահանում, ընդամենը 500-600 դիտում է հավաքում։ Սա նույնպես խոսում է այն մասին, որ մարդիկ իրենց արտաքին առողջ մաշկ ունենալու մասին բացարձակ չեն մտահոգվում։ Այս շատ վատ է, բայց ես շարունակելու եմ նկարահանել այդ տեսանյութերը այնքան ժամանակ, մինչև հասնի դեղորայքային տեղեկատուի դիտումների մակարդակին։ Պիտի մտցնենք մարդկանց գիտակցության մեջ, որ բացի առօրյա հոգսերից գոյություն ունի կյանք, որը պետք է ապրել ու վայելել, անկախ պրոբլեմների մեծ ու փոքր լինելուց, անկախ գումարի շատ կամ քիչ լինելուց։ Մարդիկ պետք է մի քիչ էլ իրենց մասին մտածեն ու զբաղվեն։ Իսկ էսթետ բժշկության մասին հաղորդումները նայելով կամ արտաքին գեղեցկությունը պահպանելու համար հեչ պարտադիր չէ, որ ունենաք աստղաբաշխական գումարներ։ Այդ ամեն ինչը կարելի է անել կոմպակտ ձևով եւ կարելի է անել ահռելի ձևով։ Դա արդեն կախված է մարդու թե գրպանի պարունակությունից, թե ֆինանսական մակարդակից, թե գիտակցական մակարդակից։ Սա շատ կարեւոր է։ Սիրելի հետևորդներ, անկախ ամեն ինչից ես շնորհակալ եմ բոլորիցդ համ ձեր դիտումների, նախ առաջինը ձեր վստահության համար, որովհետև եթե չլիներ ձեր վստահությունը իմ հանդեպ, իմ մասնագիտական գործունեության հանդեպ, իմ աշխատանքի հանդեպ, այսօր այս ալիքը գոյություն ընդհանրապես չէր ունենա։ Իմ 5-6 տարվա հետևորդները 2025 թվականը արդեն ավարտվում է, շուտով 6 տարի կդառնա, որ ես զբաղվում եմ բլոգերությամբ։ Իմ 5-6 տարվա հետևորդները կհիշեն ես որտեղից եմ սկսել։ Սկսել եմ ընդամենը մի փոքրիկ Facebook-յան խումբ աշխատացնելուց, որը ուներ ընդամենը 94 բաժանորդ։ Ես այսօրվա պես հիշում եմ, 94 բաժանորդից եկանք հասանք 75,000 հետևորդի։ Այդ 75,000 հետևորդ, որ հավաքել եմ, չեմ հավաքել հենց այնպես ուղղակի։ Հավաքել եմ աշխատելով, եթե պետք է եղել գիշերները չքնելով, կամ ուշ քնելով, նյութեր գրելով, կարդալ սովորելով, այդ ամեն ինչը մարդկանց մատուցելով, մատուցելու ձևը սովորելով ու սովորեցնելով, ինչը նաև շարունակական է լինելու, այդ ամեն ինչին հասել ենք մենակ ու մենակ աշխատելով, որովհետև հավատացեք, ես որպես անձ, ոչ թե որպես բլոգեր կամ բժիշկ Գայանե Շահբազյան, որպես անձ, որպես մարդ հասկացել եմ մի պարզ ճշմարտություն։ Եթե մենք այս կյանքը ապրում ենք, մենք պետքա ինչքան հնարավոր է բարի ու լավ գործ անենք։ Վատություն բոլորն էլ կարող են անել։ Եթե մենք կարող ենք լավ, բարի բան անել, անշահախնդիր, ուրեմն եկեք բարի ու լավ գործ անենք, բարակելով մյուսներին, որովհետև մի այսպիսի խոսք կա, չէ, ասում են վատը ավելի շուտ են ընդօրինակում, քան թե լավը։ Հիմա ասածս այն է, որ մենք ինչքան կարող ենք լավ բան անենք, լավ բարի գործ անենք, մարդկանց օգնենք։ Այս պարտադիր չի, որ բժիշկ լինեն, նոր անեն, ոչ։ Ցանկացած բնագավառում էլ օգնությունը երբեք ավելնորդ չի եղել, հատկապես եթե այդ օգնությունը անշահախնդիր է։ Ինձ մեկ-մեկ հարցնում են, ասում են ժամանակդ ափսոս չէ, դու ինչքան ժամանակ ես ծախսում YouTube-ի վրա, սիրելի հետևորդներ, ես YouTube-ի վրա չափազանց մեծ ժամանակ եմ ծախսում, ահա որ, օրվա մեջ երևի 7-8 ժամ ես մենակ այս ալիքի վրա եմ աշխատում։ Ալիքի վրա աշխատելը դա մենակ մեկնաբանություններին պատասխանելը չէ։ Հավատացենք, այնքան գործ կա անելու այս ալիքի վրա, այնքան բան կա անելու, ուղղելու, շտկելու,
Եթե սխալ ենք թույլ տվել այդ սխալը ուղղելու, սխալի վրա նորից սխալը չկրկնելու, սխալը ուղղելու ու սովորելու որն է ճիշտը, այդ հավատացեք այդ ամեն ինչը հեշտ չէ։ Ես ինչ անում եմ YouTube-յան ալիքի համար, անում եմ սիրով, անում եմ անշահախնդիր, երբեք չի եղել, որ որևիցե մեկը ինձ YouTube-ով մեկնաբանություն գրի կամ հարց գրի, ես այդ մարդուց ինչ-որ բան պահանջեմ, որ նոր իրեն պատասխանեմ, ոչ։ Այո, YouTube-յան ալիքը բերում է եկամուտ, այո, YouTube-յան ալիք աշխատացնելով, եթե դու տիրապետում ես, գաղափար ունես, շատ լավ է, ողջունելի է, YouTube-յան ալիքով կարելի է գումար աշխատել ու աշխատել լուրջ գումարներ։ Այսօրվա դրությամբ սկզբի 1-1.5 տարին չէ, բայց վերջի 2-3 տարին, այո, YouTube-ը բերում է եկամուտ, YouTube-ով ես աշխատում եմ եւ կարելի է այսպես էլ նաեւ ձևակերպել, այդ աշխատավարձը ես YouTube-ից էլ եմ ստանում, որովհետեւ պարտադիր չի, որ մարդ միայն պետական տեղ աշխատի, որ ստանա աշխատավարձ։ Այսօր մարդիկ on-line ինտերնետով այնպիսի գումարներ են աշխատում, որ մեկ-մեկ ապշում ես, որ լսում ես, բայց դա կայացած փաստ է։ Ինչքան որ YouTube-ը ինձ վարձատրում է, ես շատ շնորհակալ եմ։ Չգիտեմ, հիմա YouTube-ն է ինձ ավելի շատ գումար տալիս, թե ես դրանից ավելին եմ անում, էական չի, չեմ համեմատել, բայց պետք է ասեմ, որ այն ինչ որ արել եմ ես ձեր համար, արել եմ սիրով ու շարունակելու եմ նույն ձև։ Սպասեք նոր տեսանյութերի, սիրելի հետևորդներ, ես շատ ծրագրեր ունեմ դեռ կապված ալիքի հետ, հիմա դրա մասին սխալ կհամարեմ խոսել, որովհետև դեռ պահը չի հասունացել, դեռ ժամանակը չի եկել։ Մեզ սպասվում են ուրիշ հաղորդաշարեր նույնպես, չեմ կարող ասել երբ եթեր կհեռարձակվի, դա արդեն կախված է շատ կարևոր գործոններից, որոնք պետք է իրականացնենք, ձեզանից շատ բան չի պահանջվում, չնայած դա պահանջել չէ, դա խնդրանք է, որ ամեն անգամ, երբ որ դիտում եք տեսանյութերը ու հավանում եք, սեղմեք լայք եւ թողնեք գոնե մեկ մեկնաբանություն կամ թեկուզ սմայլիկ։ Ընդհանրապես սա է պահանջվում իմ կատարած աշխատանքի դիմաց։ Մնացածը արդեն Աստծո կամոք տեսնենք ոնց կլինի, ես փորձեմ իրականացնել մեր մնացած բոլոր, ուրեմն գաղափարները, որ նստել մտածել եմ ինքս, թեկուզ խորհրդակցել եմ իմ գործընկերների հետ, ինձ հարազատ մարդկանց հետ, ովքեր էլի YouTube-ից գաղափար ունեն, զբաղվում են YouTube-ով, համոզված եմ, որ ստացվելու է։ Դե ինչ սիրելի հետևորդներ, չեմ ուզում շատ խլեմ ձեր ժամանակը, ինքս էլ զբաղված եմ, հենց հիմա նստած նյութ եմ գրում ձեր համար կապված կոսմետոլոգիայի հետ, պատրաստվում եմ մի քանի օրից եթեր հեռարձակել։ Եվ վերջում մի կարևոր բան ասեմ, սիրելի հետևորդներ, 2025 թվականը ավարտելուն պես մեզ մնացել է ընդամենը մի քանի հաղորդաշար, որ նկարահանեմ ու տեղադրեմ YouTube-ում, եւ մենք արդեն կհանդիպենք հաջորդ տարի։ Դե ինչ, լավ մնացեք, միշտ ժպտացեք եւ եղեք առողջ, միշտ տրամադրվեք դրական, փորձեք միշտ բարին ու լավը անել։ Եվ ամենակարևորն է, երբեք չնախանձենք ոչ մեկի, առաջնորդվենք մենք մեր ունեցածի եւ հասկացածի չափով։ Շնորհակալ եմ սիրելի հետևորդներ, ես բոլորիդ անչափ շատ սիրում եմ եւ էլի ու էլի շնորհակալ եմ ձեզանից։ Լավ մնացեք, կհանդիպենք։